Մեր քաղաքը երիտասարդ է լինելու, մեր քաղաքը երիտասարդների համար է լինելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երիտասարդները իրենց քաղաքով ոչ միայն հպարտանան, լոպազանան, գլուխ գովելու քաղաք ունենք, բայց ինքը երիտասարդի համար մշտապես վերադառնալու ցանկություն պիտի առաջացնի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երիտասարդները տարվա ընթացքում 3 տաղանդավոր շնորհաշատ երիտասարդ ենք ընտրելու արտար ազնիվ ընտրությունների միջոցով պարզ ու թափանցիկ։ Եվ հնարավորություն ենք տալու իրենց սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում, ֆինանսավորելու ենք իրենց ուսումը։ Ուսումից հետո չենք պարտադրելու, որ միանգամից վերադառնան, այլ պրակտիկ դաշտում նախ իրենք պիտի կայանան, որպես լավ մասնագետներ։ Եթե դա պահանջում է նույնիսկ 10 տարի մնալ, կայանալ, լավ մասնագետ դառնալ, այո, աշխատել գումար եւ այդ աշխատած գումարով նոր վերադառնալ սեփական քաղաք, անել ներդրում, զարգացնել քաղաք եւ քո փորձը փոխանցել արդեն նոր սերունդին։ Մեր քաղաքը սոցիալական արտարության խորհրդանիշ ենք դարձնելու։ Մեր քաղաքում սոցիալական կարիքից դրդված չպետք է լինի երեխա, որը սոցիալական կարիքից դրդված դպրոց չգնա։ Գումար չունենալու կամ կոշիկ չունենալու պատճառով։ Չպետք է լինի ծեր, որը սոցիալական կարիքից դրդված չկարողանա գնա հասնի պոլիկլինիկա։ Մենք ունենալու ենք կոնկրետ բաժին, կոնկրետ հանձնաժողով, որը տեղորոշելու է, իմանալու է բոլոր այդ մարդկանց տեղը, զբաղվելու է իրենցով, ստեղծելու ենք համակարգ, որ ոչ թե նվազագույն պայմանները ստեղծենք այդ մարդկանց համար, այլ հնարավորություն տանք իրենց զարգանալու, հնարավորություն տանք մեկնարկային սոցիալական ճիշտ կետ ունենալու համար։ Երբ ես խոսում եմ սոցիալական արտարությունից, դա նաև վերաբերվում է տնակներում ապրող մեր համաքաղաքացիներին։ Ի վերջո մեկը միշտ պետք է լուծել այս հարցը։ Ով եկավ, ասես լուծելու ենք այս հարցը։ Ով եկավ 30 քանի տարի լուծում են, լուծում չի ստանում։ Մենք մեր դիմաց առաքելություն ենք դրել, որ մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը Գյումրիում տնակներում ապրող մարդ չպետք է լինի։ Ու մենք չենք փորձելու տարանջատել, այ դու ստացել ես, վաճառել ես։ Տեսեք, մարդը կարող է կարիքից դրդված կյանքի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ամուսնու կամ կնոջ կյանքը փրկելու համար պետք է եղել տվյալ բնակարանը վաճառել, բայց ինքը արդեն 20-25 տարի այդ տնակում է ապրում։ Լավ, մենք որպես համայնք սոցիալական պատասխանատվություն կրում ենք այդ մարդու հանդեպ, թե չէ։ Ինչ մենք պիտի ասենք, այդ մարդը պիտի գնա սաղ կյանքը մնա այդ դոմիկում, որովհետև մի անգամ տուն է ստացել ու դժբախտության պատճառով վաճառել է, ոչ։ Մենք միշտ պետք է այդ հարցը լուծել։ Հիմա կասեք ոնց այդ միլիոնավոր դոլարները ճիշտ է։ Մենք մեր Սփյուռքի հետ կտրված պորտալարը, որը վերջի 3 տարին կտրեցին, վերականգնելու ենք։ Սփյուռքում ապրում են մեր համաքաղաքացիները։ Սփյուռքում ապրում են մեր այն հայրենակիցները, որոնք 30 տարուց ավելի օգտակար են եղել Արցախին։ Այդ մարդկանց ներուժը, հնարավորությունները հիմա չօգտագործելը հիմարություն է։ Պնդում եմ, որ Գյումրիի համայնքապետը նաև այնպիսի մարդ պիտի լինի, որը կարողանա բանակցելու ունակություն ունենալ։ Գնալու եմ, խնդրելու եմ այդ մարդկանց, համոզելու եմ, նոր առաքելություն ենք մեր Սփյուռքի համար մտածելու, հայրաքաղաքի զարգացումը ապահովելու համար։ Որովհետև Գյումրին միայն Հայաստանի հայրաքաղաքը չէ, Գյումրին համայն հայության հայրաքաղաքն է։ Ու ես վստահ եմ, որ ճիշտ ձևակերպված ծրագրի պարագայում մենք գտնելու ենք այն միջոցները, որոնցով կարողանանք տնակային համակարգից վերջնականապես ձերբազատել մեր քաղաքը։ Ազատված տարածքներն էլ տրամադրելու ենք ներդրողներին, որպեսզի իրենք արդյունաբերական հզորությունները զարգացնեն։ Ընթացքում այդ իմ ասած սպառման նոր շուկաներ գտնելով մեր դաշնակցային հարաբերությունները ճիշտ հիմքերի վրա բերելով զարգացնելու ենք մեր քաղաքը։ Սոցիալականի մասին խոսելով անպայման պիտի խոսեմ նախադպրոցական կրթության մասին։ Մեր բոլոր սպորտ դպրոցները անվճար պիտի լինեն։ Մենք երեխայից գումար չպիտի վերցնենք իրեն ապագայում աշխարհի չեմպիոն կամ օլիմպիական չեմպիոն պատրաստելու համար։ Այսինքն մենք երեխայից փող ենք վերցնում, որ վաղը ինքը մեր քաղաքին ու մեր հանրապետությանը համբավ բերի։ Դա սխալ է։
Մենք չպետք է ունենանք ու մենք ունենք ծրագիր, որ 5 տարվա ընթացքում Գյումրիում չի լինելու տնական պայմաններում գոյատևող սպորտ դպրոց կամ վատ պայմաններում գոյատևող սպորտ դպրոց։ Բոլոր սպորտ դպրոցները ունենալու են միջազգային պրակտիկային համապատասխան պայմաններ, լավ մարզասրաններ, մեր մարզիչները պիտի ստանան արժանապատիվ ու արժանավայել աշխատավարձ։ Այդ համակարգն էլ մենք ունենք մշակած։ Գյումրին ճիշտ կառավարելու դեպքում, բյուջեն ճիշտ կառավարելու դեպքում այդ մարդկանց աշխատավարձը հնարավոր է ամեն տարի 15-ից 20%-ով բարձրացնել ու 5-րդ տարվա ավարտին ստանալ արժանավայել աշխատավարձ։ Պատկերացրեք, տղամարդ մարզիչ, այստեղ գենդերային տարբերություն չեմ դնում, բայց մեր տղամարդկանց շատ լավ ճանաչելով եմ սա ասում։ Տղամարդ մարզիչ, որը 78,000 դրամ աշխատավարձ է տանում տուն, այն պայմաններում եւ պարագայում, եթե մարզվող երեխա ունի, ու որպեսզի այդ 78,000 դրամը տուն տանի, 10 երեխայի 500 դրամ վարձը պարապելու ինքն է մուծում իր աշխատավարձից 5,000 դրամ, որ 73,000-ը տուն տանի։ Սա ամոթ է բոլոր իշխանությունների համար, բոլոր, թե նախկին, թե ներկա։ Բոլոր երաժշտական դպրոցները, բոլոր սպորտ դպրոցները, ընդհանրապես նախադպրոցական կրթությունը Գյումրիում լինելու է անվճար։ Մենք մեր երեխաներին պիտի հնարավորություն տանք առանց կաշկանդվելու փողոցից գնալ դեպի կրթահամալիր։ Այն վայրեր, որոնք մեր քաղաքին տվել են մարդիկ, որոնք հզորագույն համբավ են բերել մեր քաղաքին։ Սոցիալ բնակարանաշինությունը։ Տեսեք, ինչպես է պետք լուծել այդ հարցը։ Մենք այսօր քաղաքում ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք ճիշտ չեն օգտագործվում, լքված են, պետական բալանսի վրա են, տասնամյակներով չեն օգտագործվում, մարդկային շունչ այնտեղ չի մտնում, շենքը քանդվում է, քայքայվում է, բայց մեր ժողովուրդն է տնակներում է ապրում։ Պետությունից պետք է այդ շենքերը տեղափոխել համայնքի տիրապետության տակ։ Տեսեք, շենքեր ունենք, բուլվարային թաղամասում ռադիոտեխնիկայի շենքը, մանկավարժական քոլեջի շենքերը, այդ շենքերը վերականգնելուց հետո մարդկանց տների հարցը կարելի է սկսել ինտենսիվ լուծել։ Սա էլ է գալիս քաղաքի արդյունավետ կառավարման մասին թեմայի շուրջ խոսելուց, հա։ Արդյունավետ կառավարումը շատ կարևոր է, շատ կարևոր։